Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Մինասյանն եմ եւ խոսելու ենք մենք բնականաբար առողջության մասին։ Մենք այսօր քննարկելու ենք վերարտադրողական բժշկության գաղտնիքներից մեկը։ Փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել, այսպես ասած, խմբագրելու համար ձեր ժառանգական հիվանդությունների էջը, որպեսզի ձեր ընտանիքներում, որտեղ կային ժառանգական խնդիրներ, ծնվեն միայն ու միայն առողջ երեխաներ։ Հրաշալի տարբերակ, որի մասին մենք կպատմենք այսօր բոլորին։ Գնացինք, դիտում ենք տեսանյութը, հետո հրավիրում ենք մասնագետին։ Սթիվեն Հոքինգ, մարդ, որը բացահայտեց տիեզերքի սև խոռոչների գաղտնիքները, մինչդեռ ինքը բանտարկված էր սեփական մարմնի մեջ։ Ամիոտրոֆիկ կողային սկլերոզն աստիճանաբար անջատում էր նրա շարժողական ֆունկցիաները։ Այդուամենայնիվ Հոքինգը դարձավ գիտական ֆենոմեն, մարտահրավեր նետելով իրեն բաժին հասած գեներին։ Մեր օրերում գենետիկական նախատրամադրվածությունը դատավճիռ չէ, ավելին, այն դարձել է հուշարար առողջ ապագա կերտելու ճանապարհին։ Ժամանակակից վերարտադրողաբանությունը թույլ է տալիս բացահայտել ու կանխել ժառանգների հնարավոր հիվանդությունները դեռևս սաղմնային փուլում։ Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ զույգ բախվում է անպտղության խնդրին։ Հաճախ պատճառը ոչ միայն ֆիզիոլոգիական է, այլև գենետիկական, կան գործոններ, որոնք խոչընդոտում են բնական հղիությանը կամ սպառնում ապագա երեխայի առողջությանը։ Ժամանակակից վերարտադրողական բժշկությունն առաջարկում է լուծել այս խնդիրը նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորման միջոցով։ Այն թույլ է տալիս դեռևս սաղմնային փուլում հայտնաբերել որոշ քրոմոսոմային խանգարումներ կամ ժառանգական հիվանդությունների հետ կապված գենետիկ փոփոխություններ, նվազեցնելով հաջորդ սերունդներին ծանր հիվանդությունների փոխանցման ռիսկը։ Սակայն մասնագետները շեշտում են, ժամանակակից տեխնոլոգիաները կարող են գնահատել ու կանխել մի շարք ռիսկեր, բայց չեն կարող նախագծել դեռևս չծնված երեխային։ Ավելին, աշխարհի բազմաթիվ երկրներում գենետիկ թեստավորման կիրառումը խստորեն կարգավորվում է էթիկական եւ իրավական սահմանափակումներով։ Օրինակ, մի շարք երկրներում արգելված է սաղմերի ընտրությունը, եթե դա պայմանավորված չէ գենետիկ հիվանդությունները բացառելու անհրաժեշտությամբ, եւ արվում է օրինակ ապագա երեխայի սեռը կամ ցանկալի հատկանիշները որոշելու նպատակով։ Գիտես, մի մասնագետ եմ գտել, որի հետ կարող ենք պլանավորել ապագա երեխայի ոչ միայն սեռը, այլ աչքերի գույնը, հասակը, անգամ երաժշտական ունակությունները ու տարբեր տաղանդներ։ Հավատում ես։ Չես հավատում, արի հրավիրենք տեսնենք, հնարավոր է դա իրականում թե ոչ։ Եկեք դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, գինեկոլոգ, վերարտադրողաբան Կրիստինա Սարգսյանն այսօրվա մեր հյուրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չի հավատում ինձ։ Ճիշտ է անում։ Եկավ, միանգամից փոխանակոսի ոչ, մենք կարող ենք տարբեր ձևեր մտածել, հնարել, բնությանը խաբել։ Բնությանը խաբել ցավոք հնարավոր չէ, շատ բաներ բժշկությունը կարող է իրականացնել, բայց ոչ տաղանդները, որը որ կախված չի։ Խաղաղ դեմքի արտահայտությամբ բժշկուհին մերժեց մեզ։ Չէ, ասում է դաշնամուր նվագել դու այսօր չես սովորելու, բայց այսօր դու կսովորես, թե ինչպիսի գենետիկական հիվանդություններից եւ բարդություններից կարող ենք խուսափել ժամանակակից բժշկության օգնությամբ։ Համեցեք բժշկուհի։ Եվ այսպես, ինչ ենք այսօր փորձում բացատրել մեր հեռուստադիտողին, ինչ ենք փորձում սովորեցնել։ Գնացինք։ Առաջնահերթ պետք է նշեմ, որ վերարտադրողական բժշկությունում գոյություն ունի արտամարմնային բեղնավորման հետ կապված մի փոքրիկ մաս, արտամարմնային բեղնավորում ասելով, այն ամենաշատ տերմինը օգտագործում են էկո ասածը, բայց դա ռուսական տերմինն է, հապավումն է, հայերենում դա ԱՄԲ արտամարմնային բեղնավորում։ Այնպես որ հենց ասում են արտամարմնային բեղնավորում, դուք հիշեք այն էկո ասածը։ Արտամարմնային բեղնավորման բավականին մեծ մաս է գրավում, նախաիմպլանտացիոն գենետիկ տեստավորում է կոչվում եւ դա իրականացնում են շատ դեպքերում ցուցումներով։ Ինչպես ենք ստանում սաղմիկը։ Սաղմիկը երկու բջիջ։ Այո։ Երկու բջիջները բեղնավորում են, ձվաբջիջը եւ սերմնաբջիջը իրար են միանում եւ ստանում են երկու բջջանի
միավորում, այսպես ասենք, հա, որը սկսում է բազմանալ եւ մենք ինչ արագությամբ է բազմանում։ Շատ արագ է բազմանում, արդեն 5 օրեկանին ասում ենք, որ նա էմբրիոն է, բլաստոցիստ է եւ բաղկացած է 100-ից 200 բջիջներից եւ կազմված է երկու մասից՝ ներքին բջջային զանգվածը եւ արտաքին բջջային զանգվածը տրոֆեկտոդերմայից, որից հետագայում Այո, եւ եթե մենք իրականացնենք նախաիմպլանտացիոն գենետիկ հետազոտություն եւ ունենանք առողջ էմբրիոն, կիրականացնենք արգանդի խոռոչում տեղադրում։ Ահա, այսինքն երբ դուք տեղադրում եք էմբրիոնը, այդ էմբրիոնը արդեն կազմված է 100-ից 200 բջիջներից։ 200 բջիջներից, այո։ Աչքով մենք այդ էմբրիոնը, որը որ տեղադրում ենք, այդ սաղմը, որ տեղադրում ենք, աչքով այն տեսանելի չէ եւ կազմված է 100-ից 200 բջիջներից։ Օրինակ ինչ կլիներ, այդ կինը այդ հղիությունը չտանջվեր 9 ամիս, ասենք 5 օր պահել եք, 9 ամիս էլ պահեք, հետո միանգամից մարդկանց երեխան տայեք, ինչ կլիներ, չունեք այդպես հնարավորություն, այդպեսի։ Դեռ այդ հնարավորություն չունենք, բայց աշխարհը գնում է առաջ եւ հետագայում կլինի նաև այդպես։ Իսկ ձեր կարծիքով դա լավ կլինի թե վատ։ Իմ կարծիքով ոչ, որովհետև նա չի կրի հղիություն, չի ունենա բալիկ, հա, այսպես կար ժամկետներում, այլ կլինի դա լաբորատոր պայմաններում ոչ ողջունելի։ Դուք կողմնակից եք, որ կինը ինքնուրույն այդ հղիությունը 9 ամիս կրի։ Այո։ Եթե չունի հակացություններ իհարկե։ Ես չգիտեմ, շատ հետաքրքիր է, օրինակ հիմա մեր կանանց քանի տոկոսը կուզենար, որ գնար միաձվաբջիջ հանձներ ու 9 ամիս հետո գար երեխա վերցներ, իր երեխան է իր ամեն ինչով եւ կանայք, որոնք ասում են, չէ, կներեք, ես 9 ամիս երկու մասի կբաժանվեն կանայք, որոնք ուզենան, որոնք չեն ուզենա։ Լավ, գնացինք առաջ 100-ից 200 բջիջ եւ նրանք արդեն ունեն իրենց գենետիկական ինֆորմացիա։ Նրանք ունեն հնարավոր հիվանդություններ, նրանք ունեն աչքերի գույն, նրանք ունեն հասակ, նրանք ունեն տաղանդներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում արդեն գենետիկական այսպես հավաքածուն ամբողջությամբ ունի։ Այդ թվում նաև որոշակի հիվանդություններ կարող է ունենալ։ Մենք արդեն կարող ենք իմանալ, որ այս սաղմիկը եթե վերածվի երեխայի, ապա ամենայն հավանականությամբ կունենա այս կամ այն հիվանդությունը։ Այո։ Այդ նպատակով էլ նախաիմպլանտացիոն գենետիկ տեստավորումը իրականացնում են, որտեղ կան հստակ ցուցումներ։ Ցուցումներից են կնոջ տարիքը 35 տարեկանից եւ ավելին, վիժումներ, չզարգացող հղիություններ, արատներով բալիկներ, ընտանիքում եթե կան ծնողներից մեկը գենի կրող է, այդ դեպքերում ցուցված է իհարկե PGD։ Դա հենց մենք մեծահասակներս կամ թեկուզ երեխաները ոնց ենք չէ հետազոտվում գնում ենք չգիտեմ սոնոգրաֆիա ենք անցնում կոմպյուտերային տոմոգրաֆիա մագնիսոռեզոնանսային գնում ենք արյուն ենք հանձնում եւ մենք անցնում ենք այդ գորտիկալ լաբորատոր հետազոտությունները եւ մեզ տալիս են այս կամ այն պատասխանը անտեսանելի 100-ից 200 բջիջը Ինչ հետազոտություն ենք անցկացնում։ 5 օրեկան բլաստոցիստայից վերցնում ենք, ֆիքսվում է միկրոպիպետկայի միջոցով էմբրիոնը, լազերի միջոցով փոքրիկ անցք է իրականացվում եւ վերցնում են 5-ից 10 բջիջ, որը որ չէ, իրանքն է Ձերքս պոկեցի, ես ունեի 100 բջիջ 10 տոնան։ Ես վստահ եմ, որ այդ ամենաշատ ձեզ տրվող հարցն է, չէ՞, ոնց թե ընդամենը ինքը այսքան փոքրիկ ու դուք իրանից ինչ որ կտոր եք վերցնում, ոնց երեխայից կտոր վերցրեցիք։ Չէ, երեխայից կտոր չենք վերցնում, վերցնում ենք տրոֆեկտոդերմայից, որը որ հետագայում դառնում է պլացենտան կեր։ Եվ ներքին մասային, բջջային մասային մենք չենք կպնում, որից որ ձևավորվում է երեխան։ Որևէ վտանգ այդ հետազոտության ժամանակ։ Եթե լավ էմբրիոլոգի իհարկե մինիմալիզացված է, այո։ Չկա նման տարբերակ, որ ինչ որ բան պոկեցիք տան։ Դա ուղղակի ձևավորված։ Լավ, վերցրեցինք, հետո իրականացնում ենք էմբրիոնի սառեցումը, որը որ գերարագ սառեցում է եւ կոչվում է վիտրիֆիկացիա։ Էմբրիոնը արագ սառեցվում է -196 ջերմաստիճան։ Ասում ենք դու գնա հանգստացի։ Այո, դու գնա հանգստացի, մինչեւ մենք ունենանք արդյունքները։ Անալիզների պատասխանները կան։ Իդեպ որտեղ են իրականացվում այդ հետազոտությունը Հայաստանում կա նման այո Հայաստանում ունենք հնարավորություն դուրս էր ուղարկվում արտերկիր արդեն Հայաստանում է հնարավոր է իրականացնել ամբողջ խրոմոսոմային փաթեթը իրականացնել Ինչ կարող ենք իմանալ Կարող ենք իմանալ էմբրիոնը առողջ է թե ոչ օրինակ Դաունի համախտանիշը տրիսամիա 21 Էդվարդսի համախտանիշը տրիսամիա 18
Պատահույա համախտանիշը տրիսամիա 13-ը բազմաթիվ հիվանդություններ, մոնոգեն հիվանդություններ, հատկապես գենետիկական ժառանգվող հիվանդությունների մասին է խոսքը, որոնք որ ընտանիքում կան, որոնք որ մենք հասկանում ենք, եթե կրող են ծնողներից մեկը, մենք կանխարգելում ենք հետագայում ոչ առողջ երեխա ունենալու։ Ընդհանրապես սաղմիկի մակարդակով, այսինքն կինը դեռևս հղի չի, կինը դեռևս որևէ, այսպես ասենք, էմոցիոնալ ապրումներ չի, վիճակում չի, որովհետև անգամ երբ որ դուք հղիության շատ վաղ этаպում եք հայտնաբերում խնդիրը եւ ստիպված եք լինում օրինակ ընդհատել հղիությունը, դա շատ ծանր է, շատ բարդ է։ Այստեղ հղիություն չկա, այստեղ մենք ընդհանրապես ունենք սաղմիկ, որը հետազոտում ենք եւ դրանից հետո առողջ սաղմ ունենալու պարագայում նոր տեղադրվում է արգանդի խոռոչ։ Եթե չենք ունենում առողջ սաղմ, իհարկե չի պահպանվում այդ սաղմը։ Իդեպ ես գիտեմ, որ այս հետազոտության ժամանակ բնականաբար մենք կարող ենք իմանալ նաև սաղմի սեռը։ Այո, սեռն էլ կարող ենք իմանալ եւ սեռով պայմանավորված խնդիրներն էլ կարող ենք իմանալ, բայց Հայաստանում գոյություն ունի օրենք, որի ժամանակ ընտանիքում եթե ուզում են ունենալ այս սեռի երեխա, իրանք պետք է միասեռ 3 բալիկ ունենան, որ օրենքը թույլ տա, որ իրանք 4-րդը պլանավորեն այս սեռի երեխա։ Արտամարմնային բեղնավորման եղանակ։ Այսինքն կոպիտ ասած, եթե դուք չէ, ես պետք է տղա ունենամ, օրենքը թույլ է տալիս դու առնվազն 3 աղջիկ ունենաս ու դրանից հետո նոր գաս այս մեթոդի օգնությամբ կամ հակառակը ունես 3 հատ տղա, բայց երազում ես աղջիկ ունենալու մասին։ Բայց հաճախ են դիմում, ասեմ ձեզ, որ հաճախ են թե 3 տղա ունեցողներ, թե 3 աղջիկ ունեցողները։ Ու այստեղ արդեն օրինական կերպով դուք հնարավորություն ունեք այս մեթոդի օգնությամբ սաղմիկը ընտրել եւ համապատասխան սեռի սաղմիկներ։ Բայց կան հիվանդություններ, որոնք ինքնին արդեն սեռով պայմանավորված են։ Կան սեռով պայմանավորված խնդիրներ, որի դեպքում իհարկե տեղադրում չիրականացվում։ Այսինքն օրինակ այս զույգին խորհուրդ չի տրվում տղա ունենալ կամ խորհուրդ չի տրվում աղջիկ ունենալ, որտեղ այս հիվանդությունը անցնում է տղաների, այն մյուսը աղջիկների միջոցով, այստեղ արդեն որևէ խնդիր չկա, օրենքի խախտում չունենք, ոչինչ չունենք, եթե կա նման ախտորոշում, ապա որևէ խնդրեմ չկա։ Իդեպ արհեստական բեղնավորման ժամանակին ծնվում էին շատ մեծ քանակությամբ երեխաներ, այսինքն այսպես ռեկորդներ էին սահմանում։ Այսինչ երկրում ծնվեցին 4 երեխա, այն մյուսում 5 երեխա, մեզ մոտ 6-ը, ես մինչև 7-8 տեսել եմ։ Ավելի շատ էր։ Հիմա կարծես թե ինչ ստացվեց։ Հիմա ստացվեց այնպես, որ այս վերջի մի քանի տարվա ընթացքում արդեն իրականացում են միայն 1 էմբրիոնի տեղադրում հիմնականում, որովհետև ունենում ենք բազմակի հղիություններ, ունենում ենք ընդհատված հղիություններ, վաղաժամ ծննդաբերություններ, նյարդական ստատուսով ծնված երեխաներով, այո, չստացվեց, այո։ Պարզվեց, որ մարդու օրգանիզմը ստեղծված չի 5-6 երեխա միայն 1, ցանկալի է 1, մաքսիմում 2, եթե այդպես ստացվում է։ Պարզվեց, որ բազմաթիվ խնդիրներ, առողջական խնդիրներ նույն այդ երեխաների մոտ եւ այո, դա սխալ էր։ Այո, դա սխալ էր։ Փորձը ցույց տվեց, որ դա սխալ էր եւ հիմա նման բան այսօր ոչ մի երկրում չի իրականացվում, ամբողջ աշխարհը հասկացավ, որ կարելի է տեղադրել 1, ասում են, բայց երբեմն 2 են տեղադրում։ Երբ որ ցուցումներ կան, երբ որ ընտանիքը շատ է ընդդիմանում եւ ցանկանում են եւ զույգերը ջահել են, կինը առողջական խնդիրներ չունի, երբեմն 2 էմբրիոն տեղադրում է, բայց ոչ գենետիկ տեստավորում իրականացված։ Երբ որ մենք խոսում ենք վաղ ախտորոշման մասին մանկական հասակում, ինչպիսի վիճակագրություն ունենք, իսկ վիճակագրությունը հետեւյալն է, սա 2023 թվականի վիճակագրությունն է, ասում է տարեկան մոտավորապես 240,000 երեխա մահանում է կյանքի առաջին 28 օրվա ընթացքում բնածին արատների պատճառով։ Նույն իհարկե սա ամբողջ աշխարհի մասին է, բայց սա հսկայական թիվ է, եւ այս բնածին արատների ճնշող մեծամասնությունը մենք կարող էինք կանխարգելել, եթե այս մեթոդը կիրառեինք եւ եթե ժամանակին ախտորոշեինք եւ ընդհանրապես այդ մի քանի բջիջ ասեինք, չէ, գիտես ինչ կա։ Եկեք մենք այս բջիջները չվերցնենք, մեկ այլ 100-ից 200 բջիջանոց սաղմ վերցնենք, տեղադրենք եւ ունենանք առողջ երեխաներ։ Հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ իմ այսօրվա հյուրը բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ վերարտադրողաբան Քրիստինա Սարգսյանն էր, իսկ խոսում էինք մենք գենետիկ հնարավոր հետազոտությունների մասին, որոնք այսօր Հայաստանում իրականացվում են։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։
Դե ինչ հարգելի հեռուստատողներ, շարունակենք հաղորդումը ծնողների դպրոցն է այժմ եթերում եւ այս թողարկումը նվիրվում է բոլոր նրանց, բոլոր այն ծնողներին, ովքեր ուզում են ունենալ բարձրահասակ երեխաներ։ Չէ, ես ամենայն լրջությամբ եմ խոսում եւ հենց այդ թեմայի մասին ենք մենք զրուցելու մանկական էնդոկրինոլոգ Մարինա Առաքելյանի հետ դիմավորենք։ Ողջույն բժշկուհի, եւ այսպես ինչից է կախված երեխայի ապագա հասակը։ Մինչև 2 տարեկան երեխաների աճը իրապես կախված չի լինում գենետիկական գործոնից եւ այդ շրջանում տեղի ունեցող աճի հապաղումները շատ ավելի կարեւոր են հետազոտման առումով, որովհետեւ դրանց տակ թաքնված է լինում այս կամ այն հորմոնի անբավարարություն, սննդի անբավարարություն եւ մինչև 2 տարեկան երեխաները աճում են բոլորը գրեթե հավասար ձևով, բայց 2 տարեկանից հետո արդեն գենետիկական գործոնը հաշվի է առնվում, այսինքն տան անդամները ցածրահասակ են թե ոչ, մայրիկի եւ հայրիկի աճը ինչպես է տեղի ունեցել այդ տարիքում, աճի հորմոնի անբավարարություն, այսպես ասած, շատ հազվադեպ է հանդիպում եւ եթե կա աճի հորմոնի անբավարարություն, այստեղ ոչ մի սնունդ, ոչ մի ֆիզիկական ակտիվություն օգնել չի կարող արդեն։ Լավ, աճի հորմոնի անբավարարություն ինչու է առաջանում, այսինքն ինչ եղավ օրգանիզմի հետ, որ այդ աճի հորմոնը պակասեց։ Այս կամ այն խնդիրների պատճառով, օրինակ ուղեղից եկող ազդակները տեղ չեն հասնում, որպեսզի աճի հորմոնը արտադրվի եւ տեղի ունենում աճի հորմոնի անբավարարություն։ Իսկ կարող է հակառակ process-ը լինել, օրինակի համար այդ աճի հորմոնը շատ արտադրվի ու երեխան շատ արագ սկսի Այո, դա նույնպես բոյ քաշել, հա։ Այո, դա նույնպես ոչ բնականon վիճակ է եւ դա նույնպես պետք է բժշկի կողմից վերահսկողության տակ լինի ու գնահատվի։ Շատ լավ։ Մեզ դուր չի գալի երեխայի հասակը, մենք ուզում ենք, որպեսզի երեխան ավելի բարձրահասակ լինի։ Դե ես ձեզ միանգամից ուզում եմ ասել, հարգելի հեռուստատողներ, որ առողջական տեսակետից գուցե ձեզ դա ավելի գեղեցիկ է թվում, գուցե ձեզ ավելի հրապուրիչ, բայց բարձր հասակը իր մեջ ոչ մի լավ բան չի պարունակում։ Հիմա պատկերացրեք բարձրահասակ մարդու ողնաշարը եւ միջին կամ ցածրահասակ մարդու։ Հաստատ բարձրահասակ մարդու ողնաշարը շատ ավելի մեծ ծանրաբեռնվածության տակ է աշխատում։ Ցածրահասակ մարդկանց միջին կյանքի տևողությունը շատ ավելի բարձր է, քան բարձրահասակ մարդկանց։ Այսինքն առավելությունները ակնհայտ են ցածրահասակների, բայց մարդկությունը չգիտես ինչու միշտ ուզում է լինել ավելի բարձրահասակ։ Լավ, հիմա ուզում եմ ու լսել եմ, որ այ գազարը կարող է հրաշալի կերպով օգտել։ Գազարը շատ օգտակար բանջարեղեն է, բայց ոչ մի բանջարեղեն առանձին չի կարող ազդել աճի վրա, որովհետև աճը կախված է բազմաթիվ սննդանյութերից, սպիտակուցների բավարար քանակությունը անհրաժեշտ, ածխաջրերի, ճարպերի, վիտամին D-ի, կալցիումի եւ այլ սննդանյութերի։ Վահանաձև գեղձի, որի մասին մենք ձեզ հետ մի անգամ արդեն զրուցել ենք։ Այո, եւ ուղղակի կիլոգրամներով գազար տալ երեխային միանշանակ խորտ չեմ տա։ Իսկ ինչ կլինի իդեպ։ Այ կարող են մաշկի գույնը փոփոխվել, դեղնել, այո, եւ ու այդտեղ ծնողները վախենալ, հասկանալ, իդեպ եթե ձեր երեխան մեծ քանակությամբ գազար օգտագործի, ապա այո, մի օր կտեսնեք ձեռքերը դեղնած, դա վտանգավոր չէ, բայց այնուամենայնիվ շատերը վախենում են, դրանից վախենալու ոչինչ չկա։ Ունենք արդյոք մենք տարբերակ, եթե երեխան շատ է հետ մնում, դեղորայքի համապատասխան աճի հորմոնի բժշկի կողմից նշանակված միջոցով արագացնել երեխայի աճը։ Եթե կա իսկապես աճի հորմոնի անբավարարություն, նախ դրանում համոզվելու համար կատարվում է թեստավորում, երեխայից վերցվում է արյան նմուշ, տարբեր 30 րոպե 1 ժամանակահատվածով 2 ժամվա ընթացքում եւ այդ բոլոր արյան նմուշներում չափվում է աճի հորմոնի քանակությունը եւ ըստ դրա ենք որոշում արդյոք երեխան ունի աճի հորմոնի անբավարարություն թե ոչ եւ դրանից հետո արդեն տրվում է երեխային աճի հորմոն ու արդեն երեխան խնդիրներ չի ունենում։ Երեխայի աճելու չափանիշներից մեկը նաև նրա կոշիկներն են։ Այո։ Եվ մոտավորապես տարվա ընթացքում քանի համարով պետք է մեծանա երեխայի ոտքը։ Մոտ 2-ից 3 համարներով կախված։ Այդքան մի տարվա ընթացքում։ Այո, այսինքն մեկ տարվա ընթացքում պետք է 2-ից 3 կոշիկ
փոխել երեխային։ Չափսի փոխել։ Այսինքն միայն հասակով չենք առաջնորդում, որը որ տարեկան մինիմում պետք է լինի 4 սանտիմետր եւ ավել, իսկ կոշիկների քանակությունը պետք է 2-ից 3 լինի։ Իդեպ ասեմ, որ միջազգային ամենահայտնի այսպես տեղեկատվություններից մեկը վերաբերում է ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին Լեոնել Մեսսին, որը պարզում է, որ 11 տարեկանում ուներ ընդամենը 127 սանտիմետր հասակ։ Եվ բժիշկները հաշվարկել էին, որ այս տաղանդավոր երեխան, եթե այդպես շարունակի բնական ճանապարհով, կունենա մաքսիմում 150 սանտիմետր հասակ արդեն մեծ տարիքում։ Եվ այո, նշանակվում է հորմոնալ թերապիա, որի օգնությամբ միայն կարողանում են ստանալ 150-ի փոխարեն 170 սանտիմետր հասակ վերջնական, որը եւ իհարկե փոխեց ամբողջ ֆուտբոլային պատմությունը, ինչի համար մենք բոլորս ուրախ ենք։ Իհարկե չի նշանակում, որ եթե դուք ձեր երեխային աճի հորմոն նշանակեցին, ապա ձեր երեխան կդառնա համաշխարհային աստղ ֆուտբոլի, բայց այնուամենայնիվ կան տարբերակներ, ընդհանրապես պետք է ժամանակին դիմել բժշկի։ Իսկ կա ինչ-որ մի պահ, երբ մենք ասում ենք, վերջ, արդեն ուշ է, արդեն ոչինչ անել հնարավոր չէ։ Այո, կատարում ենք դաստակի ռենտգեն, գնահատելու երեխայի ոսկրային տարիքը իր անձնագրային տարիքին արդյոք համապատասխանում է թե ոչ, եւ ամեն տարիք ունի իր ոսկրային, այսպես ասած, կազմությունը, եւ ըստ դրա ենք կողմնորոշվում երեխան արդյոք հետ են գնում թե ոչ, արդյոք այստեղ պետք են ստուգել հորմոններ թե ոչ, եւ եթե ցավոք սրտի իրականում երեխան ունենում է աճի հորմոնի անբավարարություն եւ ոսկրերը փակված են լինում, աճի զոնաները փակված են, ցավոք սրտի այստեղ արդեն օգնել անզոր ենք։ Դրա համար միշտ եթե նույնիսկ իրականում չկա խնդիր, բայց ծնողը վախենում է, ինչ որ նախանշաններ են նկատում, ավելի լավ է ժամանակին դիմել բժշկի, որպեսզի վերահսկողության տակ պահենք երեխային եւ ժամանակին օգնություն ցուցաբերենք։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ հյուրը այսօր մանկական էնդոկրինոլոգ Մարինա Առաքելյանն էր, մենք խոսում էինք աճի հորմոնի եւ ընդհանրապես հասակի ձևավորման մասին։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք խալերի, մաշկային գոյացությունների, հետազոտման եւ հեռացման մասին։ Մաշկային գոյացությունների հետազոտման հարցում էական նշանակություն ունի դերմատոսկոպիական հետազոտությունը։ Այն ոչ ինվազիվ հետազոտություն է, այսինքն հետազոտության ընթացքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում։ Ունենալով հստակ ախտորոշում, կարողանում ենք ընտրել հեռացման լավագույն մեթոդը։ Հեռացման մեթոդները տարբեր են, սկսած լազերային հեռացումից մինչև վիրաբուժական հեռացում։ Հաճախ պացիենտները մեզ դիմում են կոսմետիկ նկատառումներից ելնելով։ Այն խալերը կամ այն գոյացությունները, որոնք մաշկից բարձր են եւ չունեն որևիցե ռիսկ, որը արդեն մենք նախապես դա կարողանում ենք գնահատել դերմատոսկոպիական հետազոտության արդյունքում, հաճախ ընտրում ենք լազերային հեռացումը։ Սա անվտանգ է, կարճատև է եւ հեռացման ողջ ընթացքը կարելի է ասել պացիենտի համար կոմֆորտ է։ Եվ նաև հավելեմ, որ ունի կարճ վերականգնողական շրջան, հետևաբար մենք ընտրելով լազերային հեռացումը հաճախ կարողանում ենք զերծ մնալ սփիական փոփոխություններից եւ երկարաժամկետ վերքի ապաքինումից։ Կարելի ասել ցավազրկումը կատարեցինք։ Հիմա անցնենք բուն միջամտությանը։ Պատրաստ ես։ Գնացինք։ Լազերային հեռացումների ժամանակ կարևոր է պաշտպանիչ ակնոցի կրումը։ Խնդրեմ։ Մշակում եմ տակը խալի հեռացված արդեն ու պացիենտին սիրով կսպասենք 4 շաբաթ անց գնահատելու արդեն մաշկի լավացումը։ Իհարկե ընթացքային մենք պացիենտին նշանակելու ենք վերականգնողական քսուկներ եւ պարբերաբար անելու ենք մշտադիտարկում, որպեսզի ունենանք մինիմալ սփիական փոփոխություն մաշկի։ Դե ինչ հարգելի հեռուստատեսողներ, հիմա բոլորս իրար հետ գնում ենք սնվելու, սնվում ենք հաճույքով, մնում ենք առողջ։ Մեզ այդ գործում օգնում է սրտաբան Վարդգես Մովսեսյանը, ողջույն Մովսեսյան, եւ իհարկե մեր Նարինեն Ալեքսանյան մեզ համար պատրաստելու է սմուզի։ Մենք այսօր խոսում ենք այտուցներից։ Այտուցների
պատճառը, այսինքն հիմնական պատճառներից մեկը 40% դեպքերում, եթե նայենք, դիտարկենք, դրանք սրտային այտուցներ են, այսինքն սրտային անբավարարության հետևանքով առաջացած այտուցները, որոնք բացատրեք մի մեխանիզմը ինչ է լինում։ Տեսեք, եթե ունենք սրտային անբավարարություն, սիրտը ինչ է կատարում, կատարում պոմպային ֆունկցիա։ Սկսում է տուժել այդ պոմպային ֆունկցիան եւ տեղի ունենում արյան վերաբաշխում, արյունը սկսում է հայտնվել դուրս գալ եւ կուտակվել ստորին հատվածներում մավնի, որովհետեւ հիմնականում գտնվում ենք ուղղահայաց դիրքում քայլելուց եւ օրվա ընթացքում եւ հակառակն էլ գոյություն ունի, որ երբ օրինակ բուժառուները ովքեր ունեն սրտային անբավարարություն, պարկած դիրքում նրանք շատ երկար չեն կարողանում մնալ պարկած, որովհետեւ արդեն սկսում է արյունը կուտակվել հեղուկը եւ ավելորդ հեղուկ կուտակվել թոքերում եւ սկսում են առաջանալ թոքի այտուցի նշաններ, որոնք կարող են առաջացնել շնչհարգելություն, շնչահեղձություն եւ բուժառուները ստիպված կամ կիսանստած դիրք են ընդունում կամ պետք է վեր կենան որոշ ժամանակ քայլեն եւ նորից ընդունել են հորիզոնական դիրք։ Լրիվ ընդունեցի, բայց կարող է տարբերակ լինել, որ սիրտը լրիվ առողջ ու մարդ ունի այտուցներ։ Բնականաբար, իհարկե հնարավոր է։ Այստեղ ունենք երիկամային այտուցների մասին ենք խոսում։ Իհարկե երիկամային այտուցները մինչև 20-ից 25% դեպքերում են, եթե համեմատենք սրտայինների հետ, եւ նաեւ ունենք այլ խնդիրների պատճառով առաջացած, օրինակ լիմֆոստազի հետևանքով եւ ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության, որը անոթային հիվանդություն է, բայց այստեղ իհարկե սիրտը մեղավոր չէ, այլ ստորին վերջույթների անոթներն են լայնացած։ Կարող ենք առանց լուրջ հետազոտությունների սարքավորումների օրինակ փորձել տարբերակել թե որ ինչ տեսակ է։ Եթե չգիտեմ, ուզում եմ սեղմեմ այդ այտուցի վրա ու պատկերացում կազմել։ Բնականաբար կարող ենք, որովհետև գոյություն ունեն եւ սրտային այտուցների տարբերակումը բժշկության մեջ եւ երիկամային։ Երիկամային այտուցները ավելի փափուկ այտուցներ են եւ ձեր նշած սեղմելիս մեր մատի հետքը մնում է եւ աստիճանաբար է վերականգնվում, մաշկը աստիճանաբար է վերադառնում։ Եթե ունեք, հիմա դուք կարող եք այսպես մատով սեղմել ու տեսնել, եթե դանդաղ այդ այտուցված հատվածը եկավ, ավելի շատ բնորոշ է երիկամային խնդրին։ Եթե այտուցները ռիգիդ են, այսինքն պինդ այտուցների մասին է խոսքը, այստեղ ավելի շատ պատճառը սրտային անբավարարությունն է։ Հիմա մենք խոսում ենք սրտային այտուցների, այսինքն սրտային անբավարարությունների մասին եւ ինչով կարող է մեզ օգնել մեր սմուզին, որի համար օգտագործում ենք կես հատ ավոկադո, 100 գրամ բանան, կիտրոնի հյութ, նուշի կաթ կամ ջուր 150-ից 200 մլ, 1 հատ կիվի եւ 5-ից 6 հատիկ նուշ։ Եթե արդեն կա այտուցներ եւ եթե արդեն կա սրտային անբավարարություն, ցավոք մեր սմուզին մեր տրամադրությունը կարող է բարձրացնել, բայց ոչ բարելավել սրտային այտուցները։ Այս դեպքում իհարկե պետք է դիմել բժիշկ սրտաբանի, անցնել հետազոտություններ եւ ստանալ համապատասխան բուժում։ Եթե ունենք այտուցներ, նշանակում է մեր սիրտը այդքան քանակությամբ հեղուկի հետ չի կարողանում աշխատել։ Ճիշտ կլինի արդյոք մարդը մտածի այ մի քիչ ջուր խմեմ, մի քիչ հեղուկներ օգտագործեմ, թե դա կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Եթե մենք խոսում ենք սրտային անբավարարության դեկոմպենսացվածի մասին, սահմանափակում ենք ջրի քանակը, որովհետև յուրաքանչյուր միլիլիտրը այստեղ կարևոր է եւ մենք հաշվարկում ենք ըստ կիլոգրամ քաշի եւ ըստ ընդունված դեղամիջոցների։ Բայց եթե այդ այտուցները նոր են սկսվում, ապա այս դեպքում ջրի քանակը չենք սահմանափակի, բայց միևնույն ժամանակ չենք էլ խրախուսի ավելորդ ջրի քանակ օգտագործել, որովհետև բնական է, եթե մեր սիրտը չի հասցնում ապահովել շրջանառությունը մեր նորմալ ընդունված ծավալով, բնականաբար առավել քանակի դեպքում այտուցները կխորանան եւ կարտահայտվեն։ Բայց հիմա ոնց անենք, ոնց գտնենք ոսկե միջինը։ Ասենք մի քիչ ջուր խմի, ինչի, շատ խմի, սիրտը լավ չի լինի։ Այո, դե այստեղ ինչ է կանում։ Այստեղ միակ տարբերակը բժշկին դիմելն է եւ պացիենտի ուղեկցող հիվանդություններին կամ սրտային անբավարարության աստիճանին համապատասխան նշանակվում է եւ դեղորայքային բուժում եւ նաեւ սննդակարգի շփումները։ Իսկ կարող է միաժամանակ համ շատ հեղուկ տալ, համ միզամուղ տալ։ Թե դա էլ իր վտանգները ունի։ Այստեղ չեմ կարծում, որ սա ընդունելի տարբերակ է, այսինքն շատ հաճախ նաև դա եք, չէ՞, տեսնեմ, որ միզամուղներ օգտագործեն։ Այո, միզամուղներ երբեմն նաև օգտագործում են անհարկի, հասկանալով, որ այո, միզամուղները կարող են նվազեցնել այտուցները, այո, բայց իր հետ ինչ ասես կտանի։ Բնականաբար, եւ այստեղ մեր սմուզին կօգնի, եթե բուժառուն օգտագործում է անհարկի միզամուղներ, որովհետեւ կալիումը եւ նատրիումը որոշ դեպքերում կալիումը ավելի շատ դուրս է բերվում միզամուղների միջոցով։ Այնջան ուր հասանք։ Հավաքել ենք արդեն ամեն ինչ եւ պատրաստում ենք իրեն հարել։ Թե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք հիմա կհարենք ու շատ շուտ կվերադառնանք։ Հարեցինք, սմուզին արդեն այսպես ասած ունենք,
բայց ունեմ մի երկու հարց, մասնավորապես ամենավտանգավոր սննդատեսակները անոթների համար։ Թերևս վտանգի մասով կարող ենք խոսել կրկին կերակրի աղի չափից ավել օգտագործման մասին, որովհետև այն ջուր է պահում եւ ինչ եք ուզում այդ աղից, այո։ Բայց աղը բերում է նատրիումի քանակի բարձրացման արյան մեջ եւ իսկ նատրիումը կապում է ջուրը եւ այտուցները կարող են ավելի խորանալ։ Այստեղ սննդատեսակներից եթե խոսենք, բոլոր այն սննդատեսակները, որոնք ունեն աղի ավելորդ քանակներ, դրանք վերամշակված մսամթերքն է, օրինակ երշիկը, նրբերշիկը, չիփսերը եւ ինչպես նաեւ տան պայմաններում պատրաստված օրինակ թթու բանջարեղենը։ Երբևէ օրինակ մտածել եք, թե քանի տոկոս միս պետք է պարունակի երշիկը, որպեսզի արտադրող ոչ մի օրենք չխանխտի։ Երբեմն կարծում եմ կարելի է գրել, որ այս երշիկը պատրաստելիս ոչ մի կենդանի չի տուժել։ Հնարավոր է, որովհետև ճիշտ հստակ թիվը չեմ հիշում, բայց 30% չէր հասցում, 27 էր թե 28% էր եւ փաստացի դա չի խախտում օրենքները, այսինքն դուք կարող եք 70% ինչ ասես մեջ ավելացնել եւ մարդիկ մտածեն, որ իրենք միս են ուտում եւ այո, երշիկեղենը արդեն ապացուցված է, որ խիստ քաղցկեղածին է, հաստաղու քաղցկեղի համար մասնավորապես համար 1 պատճառներից մեկն է հանդիսանում եւ ընդհանրապես երշիկի մեջ միսը շատ օգտակար է։ Բնականաբար միսը օգտակար է։ Այո, միսը օգտակար է, երշիկը վնասակար է։ Միսը բնականաբար։ Իդեպ սրտային անբավարարությունների ժամանակ ունենք մսի տարբերակներ, թե որն է ավելի լավ, ավելի վատ։ Ավելի նախընտրել են դյուրամարս տեսակներ, այսինքն հավի կրծքամիսը, ոչ կարմիր միսը, բայց մյուս կողմից կարմիր միսը երկաթի ամենաբարձր պարունակությունն է բնության մեջ, մայրական կաթից հետո եթե նայենք, այնպես որ պետք է փորձել լրացնել երկաթի պաշարները այլ սննդատեսակներով։ Դե իսկ մեր սմուզին այսպես գեղեցիկ, հաճելի արտաքինով եւ ամենակարևորը օգտակար եւ հետեւյալ պարունակությամբ ավոկադո կես հատ, բանան 100 գրամ, կիտրոնի հյութ, նուշի կաթ կամ ջուր 150-ից 200 մլ, կիվի 1 հատ, նուշի 5-ից 6 հատիկ։ Ինչ կարելի է ավելացնել։ Օրինակ սպանախ կարող ենք ավելացնել։ Այո, ինչու ոչ։ Եթե մենք ավելացնեինք սպանախ, ապա մեր սմուզին կկոչվեր կանաչ սմուզի։ Ձեզ սպանախով թե առանց։ Առանց։ Ձեզ առանց։ Լավ, ուրեմն սա ձեզ։ Շնորհակալություն։ Նայն ինձ համար կպատրաստե սպանախով։ Մեծ սիրով։ Պայմանավորվեցինք։ Եղիր առողջներ, մեր եթերում խոսում ենք այտուցների մասին։ Մնացեք մեզ հետ։ Այսօր խոսելու եմ ուսահոդի մասին։ Շատերը մարզվում են եւ չեն էլ պատկերացնում, թե ինչի համար հենց ուսահոդն է ամենահաճախ վնասվող հոդերից մեկը։ Բոլոր հոդախախտերի 50 եւ ավել տոկոսը կազմում են ուսահոդի հոդախախտերը։ Պարզենք, թե ինչու է ուսահոդը անկայուն, ինչ դեր ունեն ռոտատոր մկանները եւ որ վարժությունները կատարելիս կարող եք վնասել ուսահոդը։ Ուսահոդը եւ կոնքազդրային հոդերը բոլոր հարթություններով կատարում են շարժեր, բայց համեմատաբար կոնքազդրային հոդի ուսահոդը ունի շատ թույլ կապանային համակարգ եւ հիմնականում հոդը կայուն է մնում ռոտատոր մկանների շնորհիվ։ Ուսահոդը հիմնականում վնասվում է սխալ տեխնիկայով կատարված վարժություններից, ծանր քաշերից, թույլ ռոտատոր մկաններից, արդյունքում առաջանում է սեղմում, բորբոքում, նույնիսկ պատրվածք։ Այս վարժությունը սխալ տեխնիկայով կատարելու դեպքում, որը կատարվում է ուսի եւ տրապեցիա մկանների համար, կարող ենք վնասել ուսահոդը, մասնավորապես վերկատարային մկանը, այնտեղ առաջանում է մկանային սեղմվածություն, բորբոքում, մեծանում է վնասվածքների ռիսկը, հատկապես եթե ունեք արդեն ուսահոդի ցավ եւ շարժման սահմանափակում։ Ճիշտ տեխնիկան բռնում ենք լայն, ուսերը անելուց չենք բարձրացնում, ֆիքսում ենք եւ բարձրացնում ենք արմունկները մինչեւ կրծքային հատվածը։ Հաջորդ սխալ տեխնիկայով կատարվող վարժությունը այս տարբերակն է, որ իջացնում են պարանոցի հետևը
կատարում են մեջքի մկանների համար, բայց հենց այս դիրքը վնասում է ուսահոդը։ Առաջանում է ցավ եւ լարվածություն ռոտատոր մկանների վրա եւ կարող է հանգեցնել բորբոքումների եւ շարժման սահմանափակման։ Հիմա մարզասարքի վրա ցույց կտամ ճիշտ տարբերակը, գնացինք։ Ոչ թե իջացնում ենք պարանոցի հետևը, այլ իջացնում ենք կրծքավանդակի վերևի մասում։ Մեջքի մկանը նույն ձև աշխատում է, ուղղակի անվտանգ է վարժությունը այս տարբերակով։ Նեղ բռնած ծանրակարի միջոցով ուսի եւ տրապեցիա մկանների համար կատարվող վարժությունը նույնպես կարող է բորբոքային պրոցեսներ առաջացնել ուսահոդում, մասնավորապես նույնպես վերկատարային մկանում, կարող է բերել ուսահոդի ցավի եւ շարժման սահմանափակման։ Եթե ցանկանում եք խուսափել վնասվածքներից, վարժությունները կատարեք վերահսկված եւ ճիշտ տեխնիկայով։ Բայց արի անկեղծ լինենք ու ասա, որ այսօրվա հաղորդումը հետաքրքիր էր։ Հատկապես, եթե խոսում ենք գենետիկ փոփոխությունների մասին, որ կարող ենք իմանալ անգամ մինչև սաղմի տեղադրումը։ Ընդամենը 100-ից 200 բջիջ իրենից ներկայացնող սաղմից մենք կարող ենք վերցնել մի քանի բջիջներ, ուղարկել հետազոտության ու պարզել հետագայում երեխան կունենա այս կամ այն հիվանդությունը թե ոչ։ Հրաշալի հնարավորություն, որ կատարվում է մեր երկրում, մեր հանրապետությունում, որը կօգնի բազմաթիվ առողջ երեխաների ծնվելուն։ Եղիր առողջներ եթերում հաղորդում, որը կնպաստի ձեր առողջության պահպանմանը եւ իհարկե ձեր առողջ լինելուն։ Կհանդիպենք։